Մի քանի օր առաջ Արարատ Միրզոյանը եվրոպական ամբիոնում ասում էր, թե իրենք հակաեկեղեցական արշավ չեն անում, այդ հոգևորականներն էին ուզում զավթել իշխանությունը եւ նման բաներ։ Օրեր անց իշխանությունը բեմադրում է եկեղեցու դեմ հերթական շոուն։ Այսպես, քանի որ ՔՊԱ-կան կառավարությունը ճնշումներ է անում եկեղեցու վրա, եպիսկոպոսատ ժողովը որոշվել է գումարել Ավստրիայում փետրվարի 16-ից 19, որպեսզի խափանի այդ ժողովը, քանի որ այնտեղ կարող է որոշումներ կայացվեն, որ Նիկոլի սրտով չեն, Փաշինյանը արգելում է այս պահին արդեն 6 եպիսկոպոսի ելքը երկրից՝ Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ եւ Վահան սրբազաններինը։ Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել եկեղեցու դեմ նիկոլական տերտեր Արման Սարոյանին կարգալույծ անելու առիթով։ Չմոռանանք, որ Արշակ, Միքայել, Բագրատ, Մկրտիչ սրբազաններն էլ կալանքի տակ են, այսինքն մեր երկրում շուտով քաղբանտարկյալ ու քաղհալածյալ հոգևորականների թիվը կգերազանցի աշխարհականների թվին։ Մինչ այժմ ժողովրդի համար անհասկանալի է մնում, թե ինչու է իշխանությունը անում բաներ, որը իր շահերից չի բխում։ Քվե բերող չէ, ավելին վանում է ընտրողին,